Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, լրատվության մեր հարգարժան գործընկերներ, այսօր մենք ականատեսն ենք լինում մի վտանգավոր երևույթի։ Իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական եւ քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է այս պետության ստեղծման եւ հզորացման համար, մինչև իրենց իշխանության գալը։ Այս մարդիկ փորձում են արժեզրկել եւ վարգաբեկել բոլոր այն մարդկանց, ովքեր զրոյից քարը քարի վրա դնելով, մետր առ մետր առաջ գնալով, աստիճանաբար կայացրել են անկախ Հայաստանն ու Արցախը, ակնհայտ է առաջին քայլերին բնորոշ իրենց թերություններով եւ բացթողումներով հանդերձ։ Նրանց հիմնական նպատակը եւ թիրախներից մեկը նաեւ Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական եւ մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող եւ որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ, որն այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն։ Բայց հարցը անձերը չեն։ Խնդիրն այն է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի խմբի կողմից, որը չունի բովանդակություն, չունի կարողություն, չունի ռազմավարական տեսլական։ Նրանք չեն տիրապետում պետական կառավարման հիմքերին, նրանք ձախողել են թե արտաքին քաղաքականության, թե անվտանգության, թե տնտեսության եւ թե հասարակական համերաշխության եւ արդարադատության ոլորտներում։ Եվ քանի որ չունեն իրական պատասխաններ, ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է կարևոր բովանդակային հարցեր, իրենք դիմում են մին մակարդակի։ Փոխանակ պատշաճ պատասխանելու, դուք ինքներդ տեսել եք դա, նրանք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շոու, սկսում են գոռգոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի։ Իսկ այդ թատրոնի իմաստը մեկն է՝ ժողովրդին հիասթափեցնել պետությունից, պաշտոնյաներից, քաղաքական գործընթացներից, ըստ էության մոլորացնել իրականությունից։ Բայց այդ ամենի հիմքում կա շատ պարզ ճշմարտություն։ Նրանք ձախողել են ամեն ինչ, նրանց ռեյտինգը իջնում է, ու քանի որ ժողովուրդն արդեն սկսել է տեսնել այդ ճշմարտությունը, իրենք ընտրել են ծածկադմփոցի ճանապարհը։ Իսկ իրենց առաջնորդությունն այս երկրում ծառայում է ոչ թե Հայաստանի շահերին, այլ մեկ ուրիշ նպատակին՝ իշխանությունը ամեն գնով պահելու։ Իսկ դրանից հետևություն անելով նրանց ամենախորքային եւ թերևս ամենաիրական վախը այն է, ինչը կարծում եմ իրենցից շատերը արդեն վաղուց գիտակցել են, դա իրավական եւ բարոյաքաղաքական պատասխանատվությունն է, որը անխուսափելիորեն սպասում է նրանց մոտ ապագայում։ Սա է այն իրողությունը եւ այն գնահատականը, որ այս բրիֆինգի ժամանակ ես կարող եմ ներկայացնել այն իրականությանը, որ վերջին օրերում տիրում է Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։